Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թումասյանն եմ եւ առաջի հերթին ուզում եմ ձեզ մեծագույն շնորհակալություն հայտնեմ բոլորիդ կարևոր խոսքերի աջակցության համար, որը երեկվա մեր ելույթում դուք մեկնաբանություններում թողեցիք։ Ես բարձր եմ գնահատում ձեր այսպիսի մոտեցումը եւ կարծում եմ, որ սա է հիմքը, որի վրա մենք միասին որի միջոցով մենք միասին շարժվում ենք դեպի մեր նպատակները։ Ես անկեղծ եմ, որ իմ համար ամենակարևորը հենց այն է, որ դուք ինձ վստահում եք եւ տեսնում եք, հասկանում եք, թե ինչ քաղաքականություն, ինչ նպատակներ ունենք մենք միասին ձեր հետ, ինչպես ենք վարում այն եւ որ դուք համոզվեք տրամաբանական շղթայի մեջ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ։ Սա կարևորագույն մաս է մեր գործունեության։ Ձեր վստահությունն է հիմքը մեր գործողության հիմա եւ ապագայում այն նպատակների հասնելը, որը մենք ձեր հետ միասին մեր առջև դնում ենք եւ դնելու ենք։ Դեռ շատ բան ունենք անելու, բայց ամեն ինչին իր ժամանակը։ Հիմա զբաղվենք նրանով, ինչ հիմա է ամենակարևոր։ Ես տեսա, որ ազգային անվտանգության ծառայություն եւ քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացնում Գյումրու համայնքապետարանում եւ ձերբակալված է ըստ տարածվող տեղեկատվությունների Գյումրու քաղաքապետը ուրեմն Վարդան Ղուկասյանը եւ ես կարծում եմ, որ Վարդանիկի ձերբակալելը նաեւ կարևոր քայլ է Հայաստանում հակակոռուպցիոն, ինչպես պարզվում է, որ կոռուպցիոն դեպքեր այդտեղ տեղի ունեցել, այդպես էլ պետականաշինության ուղղությունով, որովհետև թույլ չի կարելի տալ, որ որևէ քաղաքապետ Հայաստանի արտաքին քաղաքականության շեղման ուղղությունով ջանքեր տրամադրի։ Հիշեցնեմ, որ Վարդանիկը խոսել է շատ անգամ, ինքն է իրան այսպես կոչում, ես չեմ վիրավորում իրեն, կարամ ուրիշ ձև էլ կոչեմ, տարբերություն չկա, որ ինքը խոսել է Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միավորվելու մասին, միութենական պետություն փաստացի մտնելու մասին, քաղաքապետը այդպիսի իրավունքներ չունի, լիազորված չէ զբաղվել այդ մակարդակի եւ աստիճանի գործողություններով, առհասարակ մտնել այդ գործողությունների մեջ, բայց ինչ վերաբերվում է իր դեմ կոնկրետ գործի, ապա դրա մասին քննչական կոմիտեն, հատուկ ծառայությունները, ազգային անվտանգության ծառայությունը կմեկնաբանի, բայց ես կարծում եմ, որ այս գործողությունները շատ կարևոր են, որովհետև կարգ ու կանոն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, ամեն մեկի ցանկությունով չի, որ պետությունում պետք է շեղվի պետական արտաքին քաղաքականությունը եւ փորձերը առանձին մի բնակավայրում այսպիսի գործողություն տանելը ինքը վնասակար է առհասարակ, ուստի դրանից է գալի շատ բան, շատ գործընթաց, բայց ես պետք է նաեւ հստակ ասեմ, որ կարծում եմ իշխանությունները բավարար ուշադրություն չէին դարձրել այդ ընտրություններին եւ անպայման պետք է այդ մոտեցումը փոխվի, որովհետեւ թույլ չի կարելի տալ, որ կոմունիստական կուսակցությունը առհասարակ ես հարց ունեմ, կոմունիստական կուսակցությունը, որ կարողանա մասնակցի նույնիսկ ընտրություններում, այլ ոչ թե հաղթի իշխանությունների ցածր ներգրավվածության իրավիճակում։ Ես հարց ունեմ, ինչու է կոմունիստական կուսակցությունը այսօր ազատ գործում Հայաստանի Հանրապետությունում։ Կոմունիստական կուսակցությունը այդպիսի գործունեություն առհասարակ չպետք է ունենա։ Այո, մենք առհասարակ հարգելի հայրենակիցներ պետք է մեր առջև դնենք հարց։ Արդյոք այն կուսակցությունները, որոնք խախտել են մարդու իրավունքները, խախտել են ժողովրդավար հիմքը, ես հիշեցնեմ, կոմունիստական կուսակցությունը չեղարկել էր ժողովրդավար գործընթացը։ Հանրապետական կուսակցությունը չեղարկել էր ժողովրդավար գործընթացը, նույն տրամաբանությունով է շարժվում եւ Հայաստան դաշինքը, բայց փաստացի դա դաշնակցություն կուսակցությունն է եւ հնչում է հարց. արդյոք այս կուսակցությունները պետք է գործեն առհասարակ ազատ։
Ես կարծում եմ, որ ինչպես բազմաթիվ ժողովրդավար պետություններում, այս կուսակցությունների մասնակցությունը ընտրություններում պետք է լինի սահմանափակ։ Պետք է արգելվի, բացահայտ ասեմ։ Ինչու՞։ Որովհետև չի կարելի թույլ տալ, որ ժողովրդավար մեխանիզմներով իշխանության փորձեն գալ ուժերը, որոնք ուզում են չեղարկել ժողովրդավարությունը։ Ավելին, որոնք նախկինում չեղարկել են նույնիսկ ժողովրդավարությունը։ Ուստի ես կարծում եմ, որ մեր առաջադրանքներից մեկը այն է, որ այս կուսակցությունների մի մասը, որոնք ազգային անվտանգության սպառնալիք են ներկայացնում, առհասարակ ընտրություններում մասնակցելու հնարավորություն չունենան։ Կարծում եմ եւ հուսով եմ, որ Գյումրիում կունենանք նոր ընտրություններ եւ նոր ընտրություններում քաղաքացիական պայմանագրին կոչ եմ անում շատ ակտիվ եւ լրջորեն մոտենալ այդ հարցին, որովհետեւ հանրապետության երկրորդ քաղաքում չի կարելի թույլ տալ, որ անհասկանալի ինչ-որ էլեմենտներ լինեն իշխանությունում կամ փորձեն զավթել այդտեղ իշխանությունը եւ ինչպես տեսնում եք կոռուպցիայով նաեւ զբաղվեն եւ ուրիշ այդպիսի արտաքին քաղաքականությունով նաեւ զբաղվեն։ Անհասկանալի լրիվ իրավիճակ է, ինչ է նշանակում քաղաքապետը զբաղվում է արտաքին քաղաքականությունով, այն քաղաքապետը, այն քաղաքի, որտեղ որ մենք ունենք օտար պետության ռազմական ներկայացուցչություն, իդեմս ռազմակայանի։ Պետք է նաև նշել, հարգելի հայրենակիցներ, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, ըստ որի Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամներից մեկը եւ իր ձևովի խմբից մեկը փորձում է եւ բացահայտ կաշառում է քաղաքացիներին այդ ընտրություններում մասնակցելու նպատակով։ Եվ ես կարծում եմ, որ քննչական կոմիտեն շատ լուրջ անելիք ունի այդ ուղղությունով, պարզելու թե ով է, դա կոնկրետանում, ինչպես, ինչ ծավալի եւ կարծում եմ, որ ձերբակալություններ պետք է տեղի ունենան այն մարդկանց, ով կաշառքի միջոցով է փորձում կազմակերպել իրանց ձևով Հայաստանում հայկական ձևի դեմ օրակարգ։ Եվ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը պետք է կրի պատասխանատվություն կաշառք տալու փորձերի համար։ Առհասարակ, հարգելի Հայաստանի իշխանություններ, ձեր մանդատը ներառում է այն, որ երբեք չկրկնվի այն, ինչ կար մինչև 2018 թվականը։ Չլինի կաշառք նախընտրական, չլինի չեղարկված ընտրություններ, չլինի չեղարկված ժողովրդավարություն, չլինի ԶԼՄ-ների ազատության սահմանափակում, չլինի Հայաստանի պետականության հանձնում որևէ մեկին եւ չլինի Հայաստանի պետության սահմանափակում, պետության հնարավորությունների եւ այլն։ Եվ այն ուժերը, ով դրան խանգարում են այսօր, իրանց դեմ գործելը ձեր պարտականությունն է։ Ուստի հուսով եմ, որ շատ ակտիվ կշարունակեք այն, ինչ հիմա անում եք, որովհետեւ սա շատ ճիշտ է։ Ես այստեղ ուզում եմ արձանագրեմ եւ ընդգծեմ իմ ուրեմն աջակցությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին այս կոնկրետ օրակարգում, որը այս օրերի ընթացքում մենք տեսնում ենք, եւ ես գոհ եմ, հուսով եմ, որ մնացած բոլոր ուղղություններով էլ մենք առաջընթաց կունենանք, որի մասին խոսել ենք երեկ, որի մասին խոսում ենք հիմա եւ շարունակելու ենք խոսել եւ աշխատելը։ Ես պետք է ասեմ նաեւ, որ այս կաշառքի միջոցով հավաքված մարդիկ եւ կլանային իհարկե, որովհետեւ մի մասը Ռուսաստանից եկած է, մի մասը իրանց գործարանների աշխատողներն են, ուրեմն Տաշիր Սամոյի նկատի ունեմ, իրա ձևովը, իրան գնացել են երեք քաղաքացի կտրիչ Ներսիսյանի մոտ եւ այնտեղ ստեղծել են մթնոլորտ, իբրև իրանք պաշտպանում են եկեղեցին։ Ուրեմն արեք հստակ ասենք, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, բավարար է մեկ կոչ ձեզանից եւ հայ ժողովուրդը, հայ ազգը կշարժվի դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, պաշտպանելու մեր եկեղեցին կտրիչ Ներսիսյանից եւ այս սրիկաներին մենք կցույց տանք առաջի հերթին ինչ է նշանակում ուխտագնացություն Էջմիածին հայ ազգի, ինչ ծավալի մասին է խոսքը։
Երկրորդը կցույց տանք ով է պաշտպանում Էջմիածինը, իսկ ով է պաշտպանում կտրիչ Ներսիսյանին։ Երկու տարբեր բան է։ Կտրիչ Ներսիսյանից է պետք պաշտպանել Մայրաթորը, կտրիչ Ներսիսյանն է գլխավոր սպառնալիքը եւ իր փոքրիկ խմբակը, իդեմս ձեզ 7500 մարդու, էլ ավել չկարողացաք հավաքել, այն էլ գումարներով փաստորեն, մի մասը առնվազն, ապա մենք կցույց տանք ձեզ ոնց է պետք պաշտպանել Մայրաթորը, հա։ Պարոն վարչապետ, ձեր մի կոչը բավարար է։ Եվ այնպիսի ծավալի գործընթաց տեղի կունենա, որ կտրիչ Ներսիսյանը շուտապույտ կլքի Մայրաթորը։ Շուտապույտ կազատագրենք մեր Էջմիածինը, որովհետև ազատագրելը միակ տարբերակն է։ Բացի դրանից, զուգահեռ դրա, քաղաքացի կտրիչ Ներսիսյանի եւ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի եւ ուրիշ նաեւ քաղաքացիների հանդեպ համոզված եմ կա շատ հարցեր։ Կախված նրանից ես տեսնում եմ մեկնաբանություններում մարդիկ գրում են, թե Էջմիածնին պատկանող, մեր եկեղեցուն պատկանող տարբեր գանձերը որտեղ են, սկսած այդ հարցից, ում ինչ է բաժանել կտրիչ Ներսիսյանը, ավարտած այն հարցից, թե որտեղից ինչ հրամաններ է ստացել քաղաքական գործընթաց մտնելու, իր ենթակա մարդկանց քաղաքական գործընթաց նետելու, պայքար քաղաքական սկսելու, հակաիշխանական գործընթաց ծավալելու, ուրեմն հակախաղաղության օրակարգի, որը պետական օրակարգ է Հայաստանում, գործընթաց ծավալելու եւ հոգեվորականներին սպառնալու, բացի դրանից կաշառքի դեպքերը իհարկե պետք է պարզվեն։ Եկեղեցում աննախադեպ կաշառք է, կտրիչ Ներսիսյանը նույնիսկ թեմի առաջնորդների պաշտոններ է վաճառում գումարով, կտրիչ Ներսիսյանը պղծել է ամբողջ համակարգը եւ դրա համար պետք է պատասխանատվության կրի քաղաքացի Ներսիսյանը։ Եվ բացի դրանից, մենք բոլոր այն մարդիկ, ես տեսնում եմ նաեւ եւ ուշադիր եմ այդ առումով, եւ ես ուզում եմ ուղիղ ասեմ, հիմա բոլոր այն եկեղեցականներով պաշտպանում են կտրիչ Ներսիսյանին, դուք ուրեմն մեր եկեղեցին պաշտպանողները չեք ստացվում։ Դուք ստացվում եք պաշտպանող մեր եկեղեցու դեմ գործողին։ Ես չեմ ուզում նույնիսկ կրոնական բառապաշար օգտագործեմ, վարդապետ Հովհաննիսյանը, Խորեն Հովհաննիսյանը հստակ նաև հոգևոր առումով գնահատականներ է տվել եւ մենք շնորհակալ ենք Հայր Սուրբին, որ ինքը իր առաքելությունը պատվով է կատարում ազատագրելու իր եկեղեցին, մեր բոլորիս եկեղեցին չարիքից։ Եվ ինքը այդ գնահատականը տվել է, ես ինչպես քաղաքական գործիչ չեմ փորձելու մտնել այդ դաշտ, այդ գնահատականների, բայց ես կիսում եմ իր մոտեցումը հակապետական էլեմենտներից եւ այն գնահատականը, որը Հայր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը տվել է, իմ համար բավարար են, որ մենք շուտապույտ լուծելու ենք այս մի քանի հարցը։ Ձեր ձևովի հարցը, կտրիչ Ներսյանի իր փոքրիկ խմբակի հարցը, Գյումրու քաղաքապետի հարցը, եւս մի քանի հարց է մնում։ Այդ հարցերը ամբողջությամբ լուծելու ենք շուտապույտ։ Կտրիչ Ներսյանի ժամանակը սպառնում է, որովհետեւ ինքը գիտի, որ իրան հստակ տված ժամանակը ավարտին է մոտենալու շուտով։ Ուստի հարգելի հայրենակիցներ, արեք խոսենք նաև մեր անելիքի մասին։ Ես շնորհակալություն հայտնելով ձեզ, պետք է ասեմ, որ ձեր հույսը նաև ունեմ, որ ակտիվ միասին, ես, դուք, բոլորս միասին, այն պահին, երբ պետք լինի, գնալու ենք Էջմիածին, հանդիպելու ենք ձեր հետ միասին Էջմիածնում եւ ազատագրելու ենք մեր եկեղեցին կտրիչ Ներսիսյանից։ Ազատագրելու ենք մեր եկեղեցին սրբապղծություններից եւ վերադարձնելու ենք մեր եկեղեցին հոգեվոր ուղու վրա, պետական շահերը սպասարկելու վրա քաղաքական առումով։ Հարգելի հայրենակիցներ, մենք շուտապույտ ձեր հետ միասին հասնելու ենք մեր այս բոլոր նպատակներին եւ
շատ կարևոր է, որ դուք ձեր մասնակցությունը նաև ունենաք։ Ես կոչ եմ անում ձեզ, որ համացանցում նաև գտնեք ի պաշտպանության Հայաստանի հայկական լեգիոնը ԻՊՀ-ն եւ միանաք այդ կառույցին, որի նպատակն է համախմբել մեր հայրենակիցներին մայրաթորը ազատագրելու եւ պաշտպանելու նպատակով։ Բացի դրանից, նույնիսկ եթե այս փուլում չեք միանում, ապա ԻՊՀ-ն կունենա իր հստակ կոչը հավաքի եւ կոչ եմ անում ձեզ նաեւ մասնակցեք այդ հավաքներում։ Կոնկրետ խոսք է գնում մայրաթորը ազատագրելու գործընթացում կազմակերպված ներգրավվածության եւ մասնակցության մասին։ Նպատակը այդ է, որովհետեւ սա մեծ գործընթաց է եւ կազմակերպված գործողությունները այդտեղ շատ կարեւոր են հանրային ոլորտից նկատի ունեմ, որովհետեւ մնացած ոլորտներում իհարկե նաեւ գործողությունները կազմակերպված կլինեն։ Մենք շարժվում ենք դեպի կարևորագույն օրակարգ։ Ես կարծում եմ, որ շուտափույթ այս հարցերին մենք լուծում հիմա կտանք։ Ես նաև շարունակում եմ կոչ անեմ Հայաստանի ընդդիմությունին, հայամետ, արևմտամետ, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգը աջակցող ուժերին միավորվել, համախմբվել եւ մեկ ուժով ներկայանալ այս ընտրություններում։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, սա շատ անհրաժեշտ է, որովհետեւ իշխանությունը պետք է ունենա հզոր ընդդիմություն։ Այս գործակալները ընդդիմություն չեն։ Ուստի մենք պետք է ունենանք ընդդիմություն եւ այդ ուղղությունով շարժվելը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով ես այս կոչս շարունակում եմ բարձրաձայն նաև ասել եւ հուսով եմ, որ այդ քաղաքական ուժերը պատասխանատու կհայտնվեն այս դեպքում եւ կգնան այդ ուղղությունով, կանեն քայլեր այդ ուղղությունով։ Այս փուլում, հարգելի հայրենակիցներ, այսքանը։ Մենք հետևում ենք տեղի ունեցողին Գյումրիում, սպասում ենք քաղաքապետարանում նկատի ունեմ, որտեղ որ հատուկ գործողություններ են տեղի ունենում, սպասում ենք քրեական գործի զարգացմանը Կտրիչ Ներսյանի եւ Սամվել Հովհաննիսյանի ուղղությամբ, սպասում ենք քրեական գործի զարգացումը քաղաքացի Սամվել Կարապետյանի եւ մեր ձևով շարժման այդ անձնավորությունների, ով ներգրաված են նաև կոռուպցիայի եւ կաշառք տալու մեջ, եւ սպասում ենք առաջիկա ուրեմն պաշտոնական հայտարարություններին համապատասխանող Հայաստանի մարմինների կողմից։ Գնում ենք առաջ, հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։